Ժող բարև ձեզ, այս վիդեոյում ես ձեզ ցույց եմ տալու իմ առաջի թրեյդինգային 20 րոպեն ոնց է տեղի ունենում, ինչեր եմ դիտարկում, ոնց եմ դիտարկում, ինչի համար եմ դիտարկում, որպեսզի ինձ համար պարզ լինի շուկայի ուղղությունը ու ուղղակի սպասեմ, որ գործարքի հնարավորություն տեղի ունենա ու այդ ուղղությամբ արդեն գործարկված եմ, okay? Հիմա տեսեք, ինչ եմ առաջինը անում։ Առաջի բանը, որ անում եմ, միգուցե արդեն տեղյակ եք, top-down անալիզի վերաբերյալ, գալիս եմ ամսական, շաբաթական գրաֆիկական պատկերն եմ դիտարկում, օրական գրաֆիկական պատկերն եմ դիտարկում եւ այս ամենի մեջ ես պարտադիր market structure եմ միշտ նկարում, որպեսզի հասկանամ, որ հատվածում եմ շուկայական գտնվում, հա։ Հետևաբար այստեղից եմ սկսելու, որտեվ սա արդեն իսկ ինձ համար պարզ է, որ այս պահից բարձրանալու է, քանի որ ամսական գրաֆիկայով ավելի դեպի վերև դիման զոնա ունենք։ Տեսեք, այս հատվածն է, այստեղից այստեղ եկել է այս զոնան կպել է, նույնը շաբաթական տեսանկյունից ունենք այս զոնայում, որ եկել է կպել է, ու այստեղ ինձ պետք էր, որպեսզի շուկան պարզապես մի հատ այստեղ մի հատ դեպի ներքև բոսաներ, որից հետո ինձ պետք էր մի հատ դեպի վերև չոչաներ, որը որ տեղի է ունեցել, հետևաբար այս զոնայում, այս զոնայից սկսած, ես ինչ եմ դիտարկում, գիտեմ, որ շուկան գալու է իմ golden զոնան, որը որ այս զոնան է, golden զոնան Fibonacci շնորհիվ հասկացել ենք, ու արդեն ուղղությունը պարզ է լինում, որ միջև առնվազն եկեք այս սա մաքրենք, որպեսզի չխճճվենք, առնվազն այս լիկվիդացիոն զոնան գալու է այստեղից, այսինքն այստեղից, այստեղ ես ակնկալում եի, որ ինքը բարձրանալու է, okay, այսքան աճ է գրանցելու, բնականաբար սա արդեն բաշխում ենք օրերի, որպեսզի հասկանանք ուր է հասել եւ այլ։ Հիմա այս պայդրությամբ ինքը հասել է մի զոնա, որտեղ որ լիկվիդացիոն զոնա է տեղի ունեցել այստեղ order block-ի արդեն հատում ու տեղի ունեցել այստեղ դեպի ներքև CRT։ Քանի որ այս ամենը հասկանում ենք, գնում ենք Forex Factory, որպեսզի հասկանանք ինչ նորություններ ունենք ու ինչ նորություններ է սպասվում։ Այստեղ տեսնում ենք, որ 0.8-ը 0.3 է սպասվում, հետևաբար ճնշում կարա լինի դեպի ներքև, PPI-ը փաստացի նույնն է եւ այստեղ ունենք Federal տոկոսադրույքն է վերաֆինանսավորման ժամը 10-ին 10:10։ Սովորաբար այս օրերը ես trade չեմ անում։ Trade չեմ անում մի պարզ պատճառով, որովհետեւ ինքը ասենց ասած վտանգավոր է, շատ տատանողականություն կարա ունենա, հենց որ եթե նույնիսկ անում եմ, մինչև ժամը 6-ը կանեմ ու այդքանով կսահմանափակվեմ։ Հետո հասկանալով, որ արդեն իսկ բացասական նորություններ է սպասվում, ունենք այս ամենը, ես փոքր գրաֆիկական պատկերով գալիս եմ, ինչ եմ դիտարկում եմ, որ նույնպես market structure, okay, այստեղից ինչ ենք անում, այստեղ գալիս է դեպի վերև, ես ինչ եմ սպասում եմ, որ գինը միջև այստեղ չգա, ես դեպի ներքև առանձնապես չեմ դիտարկելու իրեն, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ օրական արդեն իսկ ներքև է փակել, Fibonacci եմ քաշելու այստեղ, տեսնում ենք ինչա տեղի ունեցել, որ այս զոնան, այս ամբողջական զոնան մեծ տոպեր կա կուտակված ու այս զոնան դեռևս ազատ զոնա է, որ ռեալ կարա շուկան գա կպնի այստեղ, մաքրելով այս ամբողջ ստոպերը, նոր շարունակի դեպի ներքև ու այս ամենը հաշվի ենք առնում օրական արդեն փակված մոմից, դա կոչվում է CRT, որտեղ որ մանրամասն նույնպես դասընթացի մեջ բացատրում եմ, Hero to Master-ի արդեն, որտեղ որ նկարահանվում է ու այստեղից շատ մեծ հավանականությամբ կարող ենք դիտարկել, որ գինը հանգիստ կարա գա իջնի միջև այս հատվածը, որը որ նույնպես եթե դիտարկում ենք, մեր golden զոնան է։ Մեր golden զոնան սա է։ Ես արդեն իսկ պլանավորում եմ, թե ոնց կարա տեղի ունենա այսօրվա trade-ը, այս միգուցե մի քանի օր տևի, որտեղ սա մի քիչ երկարաժամկետ է
այս ամենը։ Ժողովուրդ մի փոքր ընդմիջում նորից, որտեղ որ ուզում եմ ներկայացնեմ ձեզ, որ շուտով ասվածը մարտի մեջ նոր խումբ եմ ստեղծում, ձևավորում։ Եթե ձեզ հետաքրքիր է ինձ հետ սովորելը, որտեղ որ ձեզ բացատրելու եմ ամենապրիմիտիվից, ամենաբարդ կոնցեպտները, որտեղից որ դուք դուրս եք գալու գրեթե պրոֆեսիոնալ տրեյդեր, առնվազն գիտելիքով դուրս եք գալու, դրանից հետո պրակտիկան է պետք գալու, որը որ հիմնականում ինձ հետ միշտ կապի եք լինելու, իրար հետ փորձելու ենք առաջ գնանք։ Եթե սա ամենը ձեզ հետաքրքիր է, ապա գրանցումները արդեն սկսվել են, կապվեք ինձ հետ, կհանդիպենք, մանրամասները կխոսենք եւ կսկսենք դասընթացները շուտով։ Իսկ հիմա եկեք վերադառնանք վիդեոին։ Բացի այն, ես նաև դիտարկում եմ պարտադիր լիկվիդացիոն քարտեզը, որպեսզի հասկանամ, որտեղ ինչ ունենք ու տեսեք, այստեղ 24 ժամյա կտրվածքով այստեղ ներքևը լիքը լիկվիդացիա կա, այսինքն այստեղ միանշանակ գալու եւ շուկան մաքրի, բայց այստեղ վերևը նույնպես կա։ Ու քանի որ եթե շուկան իջնելու է ներքև կգա այս կմաքրի, նոր էսրա հետևից կգա։ Այսինքն իմ տրամաբանությունը սա է, ու այլ բան ես չեմ էլ դիտարկելու, օքեյ։ Հետևաբար ես գալիս եմ հետ, հասկանում եմ, որ այս զոնան է, որ սպասում են, ու ինձ ինչա պետք, ինձ պետքա, որ ժամը 16:00-ից մինչև ժամը 20:00 մոտավորապես այս range-ի մեջ ես տեսնեմ, որ գալիս է շուկան այստեղ լիկվիդացիա տեղի ունենում, այստեղ shift է տեղի ունենում, այսինքն գալիս է սենց մի հատ պատկեր է անում ու այստեղ ես ինչ եմ անում, այստեղից ես վաճառք եմ անելու մոտավորապես սենց դեպի ներքև target անելով հաջորդ լիկվիդացիոն զոնան, որը որ սա է, այստեղ ներքևն է, օքեյ։ Եթե այստեղ ներքևն է, ապա ես սենց եմ անելու, նաև դիտարկելով եմ փաստը, որ այստեղ ունեմ մի հատ գեղեցիկ order block, որը որ strong order block է, քանի որ ջարդ է արել դեպի վերև։ Եթե սենց ենք դիտարկում, այստեղ ես այսօր կարամ գործարք ունենամ 1:6-ի հարաբերակցությամբ, որը որ սա նշանակում է $100 ռիսկի է դիմում, $680 պոտենցիալ եկամուտ կարաս ունենաս, $10 ես դնում, 68 քանի դոլար կարաս եկամուտ ունենաս, այսինքն 1:6-ի հարաբերակցությամբ եւ մեծ հաշվով սա է, բավականին արագ է process-ը տեղի ունենում, այստեղ նյուանսներ, նրբություններ կան, որ նույնպես ես դիտարկելու եմ, որ fair value gap-եր ունենք այստեղ, զոնաներ ունենք լիկվիդացիոն, որը որ մեծ հաշվով կարա գա եւ այլն, ու այս ամենը իրականում բավականին հեշտ է լինում, երբ որ քայլ առ քայլ, քայլերի հերթականությունը գիտես ինչ պետքա նայես, ոնց պետքա նայես ու ինչի համար պետքա նայես։ Հենց որ հուսով եմ սա բավականին ուսուցողական էր, որպեսզի դուք էլ հասկանաք, թե ինչ կարող եք դիտարկել ու որտեղ կարող եք դիտարկել գործարքները։ Ու ամենակարևոր բանը ձեզ ասեմ, որպեսզի միշտ հիշեք, որ շուկան, քանի որ աշխատում է մեծ գումարներով, այսինքն market maker-ները, ինստիտուցիոնալ տրեյդերները, բանկերը միշտ փորձում են փող աշխատեն, իրանք խնդիր ունեն, որ մեծ գումար պետքա ինվեստիցիա անեն ու մեծ գումարը միայն ու միայն իրանք կարան անեն, որ հատվածներում լիկվիդացիոն զոնաներում։ Հակառակ դեպքում իրանք չեն կարողանալու փող աշխատեն։ Եթե ձեզ հետաքրքիր է, թե դա ոնց է տեղի ունենում, փիղը սենյակումի տրամաբանությունը ես hiketrading.am դրամապանակ բացելու վիդեոների մեջ բացատրում եմ, կարծում ձեզ նույնպես կհետաքրքրի ու երբ որ այդ գաղափարի շուրջ եք դուք տրեյդանում, ոչ թե բաժակ կա ստեղծվել, դրոշակ կա, ուս, գլուխ, բան եւ այլ նման բաները իմ կարծիքով տենց պրոստը մարքեթինգային քայլ է, երբ որ այս տրամաբանությամբ եք շարժվում եք նույն լոգիկայով, ինչը որ բանկերն են անում, եթե տենց է, բանկերը փող են աշխատում, դուք էլ եք աշխատում։ Բանկերը ոնց են փող աշխատում, տրեյդերներին, retail տրեյդերներից ուղղակի ստոպերը վերցնելով եւ
իրանք դիրքավորվելով ավելի լավ զոնաներում ու դիրքավորվելուց հետո ինչա շուկան միանգամից պնգալ են դեպի վերև կամ դեպի ներքև գնում։ Հենց որ այսքաններ այսօրվա համար կհանդիպենք հաջորդին, հաջողություն։